Եվ ես բազմաթիվ անգամներ ասել եմ, քանի դեռ արտաքին քաղաքական վարկածը, որ բազմաթիվ առումներով հնչեցվել է, չի ստուգվել, չի ճշտվել, այն բացահայտված համարել հնարավոր չի։ Պարոն Սարգսյան, պարոն վարչապետը պարբերաբար ընդդիմադիր ժամանակահատվածում ասում է, այս կբացահայտվի հոկտեմբերի 27-ը, եթե իշխանափոխություն լինի։ 7 տարի է իրենք իշխանության են, բայց փաստացի հոկտեմբերի 27-ը բացահայտված չէ։ Ով է խանգարում։ Եթե այն ժամանակ Սերժ Սարգսյանն էր խանգարում, Ռոբերտ Քոչարյանն էր խանգարում, հիմա ով է խանգարում։ Գիտեք, այն վարկածը, որ արտաքին քաղաքական հետ հոկտեմբերի 27-ի օժտագործության հետ կախված մեղրի տարբերակով այդ վարկածը ստուգված չէ։ Ինչ վերաբերվում է ներքին վարկածին, որտեղ արտաքին քաղաքական ուժերը ինչքան էլ հզոր լինեն, եթե ներքին աջակիցներ չունենան, նման օպերացիա անել ազգային ժողովի շենքում իրականացնել չեն կարող, այդ միանշանակ։ Բայց այդ առումով էլ ես 3 անգամ հարցաքննվել եմ, բավականին երկար հոգնեցնող հարցաքննություններ։ Վերջին անգամ 2 ամիս առաջ։ Գնացել եմ կեսօրվա ժամը 2-ին եւ քննչականից դուրս եմ եկել երեկոյան ժամը 8-ին։ Ճիշտ է, 2 ժամ լույսերը գնացել էին քննչականում ու դրա համար եմ սպասել, բայց մնացած ժամանակը տեսագրության տակ հարցաքննվել եմ։ Այստեղ բազմաթիվ խնդիրներ կան, որոնք վերաբերվում են նաև այն մարդկանց, ովքեր ցավոք սրտի այսօր չկան, զոհվել են կամ Հայաստանից բացակայում են։ Այսինքն ներքին օժանդակողներին գտնելու առումով էլ խնդիրներ կան։ Երկրորդ, գլխավոր ոչռագործը երբեք չի ընդունելու, որ իրեն ուղղորդել են։ Եվ իմ կարծիքով այն մարդիկ, ովքեր համարել են, որ AES թիմը, Միասնություն դաշինքը հանձինս Վազգեն Սարգսյանի որևէ մեկին քաղաքական հնարավորություն չի տալու, երկիրը տանելու է կործանման եւ այլը, այդ ոչռագործը հանդիպել է բազմաթիվ մարդկանց հետ, որոնք ասել են, որ այո, դու ճիշտ ես։ Եվ դրա համար էլ ինքը դահլիճում ոչռագործությունն անելուց հետո զանգել է այդ մարդկանց, ասել է, ինչ պետք էր արել եմ, եկեք։ Հիմա այդ մարդիկ կազմակերպիչ են, թե չէ։ Իրավական առումով կազմակերպիչ չեն, բայց իմ համար իրանք կազմակերպիչ են եւ բազմաթիվ մարդիկ կան եւ կարծում եմ նաեւ վարչապետն էլ այդ տեսակետն ունի, որ իրենք նաեւ կազմակերպիչ են, որովհետեւ ուղղորդել են մարդուն, իրենք пассив չեն եղել, ուղղորդել են մարդուն, մարդն եկել է արել է, մտածել է որ հերոսություն է անում, դրանից հետո իրեն արժանին կմատուցվի այդ հերոսությունն անելու համար եւ կա եւս մի հանգամանք, որը ստուգելու համար, որը ներքին այս հարցերը պարզելու համար բավականին բարդ իրադրության մեջ է կանգնեցրել, որովհետև կա տեղի ունեցել դատական process։ Այսինքն ժամանակին Ռոբերտ Քոչարյանը ինձ ասում էր, այ տեսեք դատախազն էլ ձերն է, քննիչն էլ ձերը, բացահայտեիք։ Եվ այս առումով ակնհայտ ճշմարտությունն է, որովհետև դատախազը իմ ընկեր Նազարյանն էր եւ քննչական մարմինն էլ ռազմական ոստիկանությունն էր։ Բայց այստեղ ճշմարտությունը նրանում է, որ այն մարդիկ, ովքեր համարում են, որ ինձ պաշտոնից ազատել են ծնելիության համար, այդ մարդիկ մեղմ ասած սխալվում են, որովհետև եթե նայեք դատական գործընթացին, մինչև մայիսի 2-ը իմ ազատելը ոչռագործները լրիվ այլ ցուցմունքներ էին տալիս եւ եթե հիշում եք Ալեքսան Հարությունյանը կալանավորված էր եւ խնդիրներ կար, իսկ ինքը այդ ժամանակ նախագահի աշխատակազմի ղեկավարն էր եւ նաեւ իր միջոցով էր որոշակի կապեր, նաեւ ինքն էր ըստ ոչռագործի ցուցմունքների հուսադրել նրան։ Մայիսի 2-ից հետո երբ ինձ ազատել են, այդ ցուցմունքները ամբողջությամբ 170-աշրջան փոխվել են։ Եվ ոչռագործները ցուցմունքներ են տվել, որ այդ ցուցմունքները իրենց սկսից կորզել են ճնշումների եւ ծեծի արդյունքում։ Դրանով քրեական գործ է հարուցվել ճնշումների եւ ծեծի առումով, որպեսզի պարզեն եւ այդ ժամանակ էլ իշխանություն Ռոբերտ Քոչյանն էր, արդեն իր ուզածով, իր ձևով եւ դատարանը պարզել է, որ որևէ ճնշում էլ չի եղել եւ որևէ մեկը ճնշումների համար չի պատժվել։ Որից հետո խնդիրն եկել է հոկտեմբերի 27-ի արդեն դատավարության պարոն Ուզունյանի դատավարության շրջանում ու չգիտես ինչի, թե դատախազությունը, թե պարոն Ուզունյանը հիմք է ընդունել
մայիսի 2-ից իմ ազատելուց հետո ցուցմունքներն է համարել արժանահավատ, ոչ թե մինչև մայիսի 2 եղած ցուցմունքները։ Դες համար տարօրինակ չի, որ դատավորը կասկածելի հանգամանքներում Ուզունյանը գնաց երկրից, երբ որ իշխանություններն ասում էին, որ պետք է հոկտեմբերի 20-ը բացատրի, բայց Սամվել Ուզունյանը անգամ զենք էին հայտնաբերել օդանավականում, բայց շատ հանգիստ լքեց երկիր ու մինչ օրս իրավապահ մարմինները չեն հայտնաբերել ուր է դատավոր Ուզունյանը։ Իմ համար հոկտեմբերի 27-ի գործով, այդ կասկածելի հանգամանքներով, անբացատրելի 6-ից ավել հանգամանքներ կան, որոնց մասին ես քննչականում տեսակետս ասել եմ եւ գրել եմ։ Ընդ որում թե ազգային անվտանգության քննչականում, որը 2 տարի առաջ էր իրենց մոտ, էլի մոտավորապես 4 ժամից ավել ցուցմունք են վերցրել ինձանից։ Թե ես քննչականում, ես այդ տեսակ իհարկե ես այդ կասկածները հայտնել եմ, բայց դա մասնագիտական ունակություններ է։ Կներեք, բայց ես արդեն պիտի գնամ Վազգեն Սարգսյանը յետևող շներ Արցախը չէ հանձնում։ Հիմա դուք հաշտ եք Արցախը հանձնած իշխանության հետ։ Լսեք, Վազգեն Սարգսյանի մոտեցումները դուք ձեր հարցով մանիպուլացնում եք։ Վազգեն Սարգսյանը Հանրապետական կուսակցության համագումարի ժամանակ հայտարարեց, ասեց մենք դեռ պիտի կարողանանք ապացուցել, որ ճիշտը մենք ենք, ոչ թե Լևոն Տեր-Պետրոսյանը, որն էր Վազգեն Սարգսյանի տրամաբանության հենքը։ Վազգեն Սարգսյանն ասաց, որ ես գալիս եմ վարչապետ, որովհետև Հայաստանի տնտեսությունը չի հասցնում Հայաստանի բանակին, իսկ պատերազմն ավարտված չէ, եւ տնտեսական նման զարգացումը, որ ունենում է Ադրբեջանն, այդ խնդիրը կարող է այլ լուծում ունենալ։ Եվ այդ առումով ինչ էր տեսնում Վազգեն Սարգսյանը։ Վազգեն Սարգսյանը փորձեց Հայաստանի Հանրապետության ողջ ներուժը ներառել, որպեսզի Հայաստանը իր տնտեսական զարգացմամբ ետ չմնա Ադրբեջանից։ Բոլորդ շատ լավ հիշում եք Սարդարաբադի հավաքը, որտեղ հավաքել էր ամբողջ հայության Սփյուռքի ողջ ներկայացուցիչներին եւ այդ Սարդարաբադի հավաքի Վազգեն Սարգսյանի ելույթը դրանից հետո Սփյուռքի ներկայացուցիչների այդ ներդրումների մասին տված խոստումները հուշում են դրա մասին, որից հետո Վազգեն Սարգսյանը խնդիր դրեց այդ տնտեսությունը զորացնելու համար պայքարել կոռուպցիայի դեմ եւ այդ առումով էլ իր ելույթները շատ լավ հիշում եք, այսինքն խնդիրը տնտեսությունը ոտքի հանելով հասնել նրան, որ Հայաստանը իր բանակով, իր սպառազինությամբ որևէ կերպ չզիջի Ադրբեջանին։ Երկրորդ Վազգեն Սարգսյանը համարում էր, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը նաև ժողովրդավարության կոմպոնենտի խնդիրն ունի եւ դրա համար ինքը մշտապես ասում էր, որ որևէ մեկը ժողովրդավարական երկրից մաս չի անջատի ու տա ոչ ժողովրդավարական երկրին, իսկ Հայաստանում իշխանությունները փոխվում են, Ադրբեջանում ոչ։ Եվ այս 3 հանգամանքները հաշվի առնելով կարծում էր, որ մենք առնվազն եւս մի 30-40 տարի կարող ենք պահել Լեռնային Ղարաբաղի այ գոյություն ունեցող ստատուս քվոն, իսկ դրանից հետո աշխարհը կհամակերպվի, այնպես ինչպես համակերպվել է Իսրայելի պարագայում։ Այսինքն Վազգեն Սարգսյանը համարում էր, որ տնտեսությունը հզորացնելով, Ադրբեջանից հետ չմնալով, մենք կարող ենք ստատուս քվոն պահել։ Բայց Վազգեն Սարգսյանը միանշանակ կողմնակից է եւ այդ մասին կարող է հաստատել նաեւ Սամվել Բաբայանը, որ իրենք երկուսով Լևոն Տեր-Պետրոսյանի մոտ մտել են եւ ասել են մնացած 5 շրջաններով ինչ ուզում ես արել, կարող ես զիջել, բայց Քելբաջարը պահում ես եւ Լաչինը պահում ես, այլ Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելուց հետո տալիս ենք նաեւ Քելբաջարը։ Բայց Լևոն Տեր-Պետրոսյանը ասել է նման տարբերակ չունեմ, այսինքն Վազգեն Սարգսյանի մոտեցումներին պահեցին, չպահեցին, հիմի հաշտեք, հաշտչեք, լիքը բանի հետ հաշտ չեմ, ձեր հարցերի հետ էլ հաշտ չեմ։ Որովհետեւ գիտեմ, չեմ նեղվում, լիքը բաների հետ հաշտ չեմ։ Իմ խղճի հետ էլ հաշտ չեմ, կորցրածի հետ էլ հաշտ չեմ, ես իմ կյանքի, գիտակից կյանքի 20-25 տարին նվիրել եմ Ղարաբաղին, ամբողջությամբ։ Ես Ղարաբաղում Ղարաբաղցի ավելի շատ ընկերներ ունեմ, քան հայաստանցի եւ հաշտ չեմ իրենց վիճակից։